Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Արտվիկ Մինասյան, իհարկե նա այստեղ չի, բայց վստահ եմ, որ լսում է եւ հետեւաբար խոսքս կուղեմ իրեն։ Պարոն Մինասյան, երեք նեղ սրտում էիք, որ մենք չենք հորդորում Արման Բաբաջանյանին, որպեսզի ներողություն խնդրի Դաշնակցություն կուսակցությունից այն բանի համար, որ անվանել է Դաշնակցություն կուսակցությանը տերորիստ։ Սա ինձ գիտեք ինչ հիշեցրեց, որ բոլորովին վերջերս մեր երկրում կանխվեց ահաբեկչական ակտ եւ ձեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ այնտեղ ներգրավված էին։ Եվ ընդհանուր առմամբ կուսակցությունն էլ կարծում եմ համախոհեր այդ ամենի հետ, ինչ որ պիտի երկրում տեղի ունենար, այսինքն իշխանության վերնախավի գլխատում, ենթակառուցվածքների վրա հարձակումներ, նաեւ վտանգ, այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի նկատմամբ։ Հիմա ես հիշեցի, որ երևի ամենակիչը 100 անգամ ազգային ժողովի դահլիճում գրեթե բոլոր падգամավորները ձեզ առաջարկել են դատապարտել ահաբեկչությունը եւ դուք դա չեք արել։ Դուք դա իրոք չեք արել։ Երեք ինձ մեղմ ասած դուրս չեկավ Մարիա Կարապետյանի հարցին ձեր արձագանքը։ Դուք ում եք հիմարի տեղ դրել։ Ձեզ թվում է մենք ձեր ենթատեքստերը չենք հասկանում։ Ինչ էր դա նշանակում։ Հայաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու նկատմամբ այո նման արտահայտությունները անթույլատրելի են, բայց շեշտեցիք թշնամասիրությունը եւ նաեւ ասացիք ցեղասպանություն ժողովրդի նկատմամբ գործած մարդկանց գլուխը այո պետք է կտրել։ Իհարկե ասել եք դուք սա։ Դուք այդ ում նկատի ունեիք։ Լավ, ենթադրենք ենթատեքստ չկար, ջնջենք այդ ենթատեքստերը, չնայած շանս եմ տալիս, որպեսզի գաք եւ այստեղից ասեք, որ ես ձեզ սխալ եմ հասկացել եւ դուք նկատի չունեիք որևէ ձեր հայրենակցի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ջնջում ենք ենթատեքստերը, ուղիղ ձեր խոսքին ենք գնում։ Այդ դեպքում ձեր խմբակցությունում հակասություններ չկան, որովհետեւ ձեր քաղաքական առաջնորդը բոլորովին վերջերս եւ ընդհանրապես պարբերաբար ասել է, որ ցիտում եմ, երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել։ Ձեր խմբակցությունում այդքան ամեն ինչ հարց է, թե սա ուղղակի քաղաքական երկերեսանիություն է։ Խնդրում եմ այս հարցերին էլ պատասխանեք ձեր եզրափակիչի ելույթում։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետև կա այս դահլիճում ինչ որ մեկը, ով Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում ունի այնքան ներդրում եւ վաստակ, որքան Հակոբ Մովսեսը։ Ու մենք այստեղ մեզ դրել ենք դատավորի տեղ, դատում ենք, մի մասը դատախազ է, մյուս մասը դատապաշտպան է։ Ես իրոք ամոթից գետինն եմ մտնում եւ այս հնարավորությունը մենք պիտի այստեղ չունենայինք, չնայած մյուս կողմից էլ հերթական անգամ լայն հասարակության համար մտավորական է ներկայանում եւ թող լսեն նրա խոսքը եւ շատ բաներ փորձեն սովորել նաեւ։ Ես չեմ սիրում ձեր սառը արդարությունը։ Ձեր դատավորների հայացքում նշмарվում է միշտ դահիճն ու նրա սառը դանակը։ Այսպես խոսեց զրադաշտը։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։